Բարև ձեզ թանկագիններ, իրապես հրաշալի է տեսնել, երբ որ ունենք փափագը, ունենք այն գիտակցությունը, Տիրոջ առաջ գալու մեծարանքով, պաշտամունքով, փառաբանությամբ եւ Աստծո խոսքով։ Կկրկնվեմ ասելով այս հետևյալը, որ շատեր այս հնարավորություն ունեն, բայց քչերն են, որ այդ հնարավորությունից օգտագործում են եւ քչերն են, որ այդ ծարավը ունեն, փափագ ունեն Աստծո խոսքի նկատմամբ։ Ասեմ ավելին, կա նաեւ որոշակի տարբերություն։ Մարդիկ կան, ովքեր որ որոշ առումով պատրաստ են խոսքը լսելու, սակայն պատրաստ են լսելու այն կերպով, երեխեքին չենք ուղարկե։ Սակայն պատրաստ են այս մարդիկ խոսքը լսելու այնպես ինչպես որ իրենք են ցանկանում, այսինքն իրենց հաճելի է լսել իրենց ականջին հաճելի շոյող քարոզներ։ Եվ հասկանալով այս հանգամանքը կան նաև քարոզիչներ, որոնք որ ապահովում են նման քարոզները։ Ինչի որովհետև խոսել օրհնության մասին, խոսել բժշկության մասին, խոսել, որ Աստված մեզ հետ է, մենք ուժեղ ենք Աստծով, լավ է, որովհետև պարտականություն չունես, ստացվում է, որ ամեն բան մարդու մասին է եւ Աստված էլ որպես մարդու, չգիտեմ, օգնական, կախարդական փայտիկ, մեր կողքն է ու վերջ։ Այս ձև ապրում ենք ուրախ, զվարթ ու չենք էլ նույնիսկ մտածում, արդյոք մեր կյանքը համապատասխանում է մեր ապրածին, մեր ասածին, թե ոչ։ Եվ ժամանակ առ ժամանակ այս հարցել որոշները տալիս են, ասում են, դե օրինակի համար կարող ենք չափել, տեսնել, տարբեր եկեղեցիներ կան, տարբեր եկեղեցիներում անդամների քանակները եկեք նայենք, տեսնենք, եւ փորձում են անդամների քանակով կամ այցելուների քանակով գնահատական տալ, թե որն է ավելի Աստծուց օրհնված։ Եվ այստեղ հենց խնդիրը նրանում է, որ եթե մեր ցանկությունը, մեր նպատակն է, որ շատ մարդ հավաքվի, այո, տարբեր ձևերով կարող ենք փորձել, քարոզի ոճը կարող ենք փոխել եւ դրանով իսկ կփորձենք շատ ավելի մարդ գրավել, ներգրավել պաշտամունքին ծառայությանը։ Բայց եթե նպատակը Տիրոջն է փառավորելն է, որպեսզի Տիրոջը փառավորելով Աստծո խոսքը ճշմարիտ կերպով փոխանցելը, որ այն ձևավորի եկեղեցին, նույնիսկ հանդիմանի զտի, այս դեպքում արդեն քանակության ետևից չես ընկնելու։ Սակայն միշտ այս միասին է, երբ որ Տիրոջը հաճելի ենք, Տիրոջը վարվում ենք այնպես, ինչպես որ Տերն է կամենում, Տերը իր կամքի համեմատ նաև կավելացնի քանակը։ Շատ լավ։ Ես մի փոքր էլի թեմայից դուրս։ Ուրախ եմ, որ այդ գիտակցություն ունեք իրապես Աստծո խոսքին գալու։ Այսօր շարունակելու ենք Եբրայեցիս նամակի ուսումնասիրությունը եւ երկու շաբաթ ընդմիջվեց եւ եթե կհիշեք, անցած անգամ նորից խոսել ենք, հասել ենք 11-րդ գլխին, որը որ կենտրոնացած է հավատքի վերաբերյալ, հավատքին է խոսքը գնում եւ Առաջի քարոզը, որ խոսեցինք, սրա մասին էր, թե ընդհանրապես ինչ է հավատքը իրանից ներկայացնում եւ հիմա արդեն նայելու ենք ավելի գործնականում։ Եբրայեցիս նամակի հեղինակը բերում է մարդկանց օրինակներ Աստվածաշնչից, որոնք որ ապրեցին այն հավատքով, այն կերպով, որը որ պետք է նաեւ օրինակ լինի մեզ համար։ Բայց մինչև Եբրայեցիս նամակին անցնել, ուզում եմ ընթերցենք Մատթեոսի ավետարանից 21-րդ գլխից ենք ընթերցելու, Մատթեոս 21, 28-ից 32 համարները, այս առակով եմ ուզում սկսենք, որովհետև այն որոշակի զուգահեռներ ունի մեր այսօրվա թեմայի հետ կապված։ Մատթեոս 21, կընթերցենք 28-ից 32 համարները։ Վստահ եմ այս առակը գիտեք, բայց այնուամենայնիվ կցանկանամ, որ բացեք եւ միասին ընթերցենք։ Մատթեոս 21, 28-ից 32։
Բայց դուք ինչ եք կարծում։ Մի մարդ երկու որդի ուներ։ Նա եկավ եւ առաջինին ասաց. «Որդի, այսօր գնա իմ այգում աշխատիր»։ Իսկ նա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում», բայց հետո զղջաց ու գնաց։ Գնաց մյուսի մոտ եւ նույնը ասաց։ Նա էլ պատասխանեց ու ասաց. «Գնամ Տեր» ու չգնաց։ Այդ երկուսից ով հոր կամքը կատարեց։ Նրան ասացին առաջինը։ Հիսուս նրանց ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծո արքայություն, որովհետև Հովհաննեսը ձեր մոտ արդարության ճանապարհով եկավ, իսկ դուք նրան չհավատացիք, բայց մաքսավորներն ու պոռնիկները նրան հավատացին։ Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք ու նրան չհավատացիք։ Ամեն։ Խոսքը ուղղված էր փարիսեցիներին, որոնք որ պետք է լինեին մարդիկ, ովքեր որ Աստծո խոսքը պետք է փոխանցեին, այն ժամանակվա կրոնավորներն էին։ Եվ այստեղ Հիսուսը մի պարզ օրինակ է բերում, որ երկու ունենք որդի եւ հայրը առաջարկ է անում, ասում է գնա եւ այս բանն արա։ Առաջինը ասում է չէ, չեմ անի, բայց տեսնում ենք, որ հետո զղջում է եւ գնում է եւ հոր կամքը կատարում է։ Երկրորդը ասում է այո կանեմ եւ ուշադրություն դարձեք այս բառին, ասում է օգտագործում է Տեր բառը, որպես ես քո ծառա, ես պատրաստ եմ կգնամ ու կանեմ եւ այդ ամեն ինչը չի անում։ Հիմա նայենք այդ օրինակը արդեն այդ ժամանակահատվածում փարիսեցիները որպես ով էին ներկայանում։ Աստծուն հնազանդ մարդիկ են, Աստծո որդիներն են, որոնք որ պետքա գործեն, պետք է այդ ամեն ինչը հստակ քայլերով երևար։ Անում էին, չէին անում։ Հիսուս բերում է մաքսավորներին եւ մեղավորներին, նրանց ովքեր որ կարծես թե Աստծուց հեռու մեկն են։ Բայց ասում են նրանք զղջացին եւ ինչ արեցին։ Ուշադրություն դարձեք խոսքին։ Որն էր պատճառը, որ գնացին ու կատարեցին Աստծո կամքը։ Զղջալը չի, ուշադրություն դարձրեք։ Հավատացին։ Ասում եմ մաքսավորներն ու պոռնիկները հավատացին եւ նման կերպով վարվեցին։ Ասում եմ դուք փարիսեցիները տեսաք այդ ամեն ինչը եւ ինչ արեցիք։ Չհավատացիք։ Այսինքն գործնական մարդուն մղումը դեպի քայլելը, դեպի գործելը, հավատքը, որը որ գալիս Աստծուց, եթե չկա հավատք, չկա եւ գործնական կյանք։ Եվ նույնը հակառակը, բնականաբար, եթե գործնական կյանք չկա, ուրեմն նաև ինչ չկա, չկա եւ հավատք։ Եվ այսօր խոսելու ենք հենց սրա մասին, գործնական հավատքի մասին եւ ինչպես այն պետք է արտահայտվի մեր կյանքում, որովհետեւ խոսելը շատ հեշտ է, ասելը շատ հեշտ է, բայց գործնականում այդ ամեն ինչը ցույց տալը դժվար է, որովհետեւ այդտեղ արդեն երևում է, արդյոք հավատքը հիմք ունի, գործեր ունի, թե ոչ։ Հետևաբար Երբ որ խոսում ենք, խոսելու ենք հենց սրա մասին։ Հիմա եկեք բացենք Եբրայեցիս նամակը 11-րդ գլուխը, 8-ից 10 համարներն ենք ընթերցելու, որտեղ որ հեղինակը անդրադառնում է հрьяաների համար շատ կարևոր մի անձնավորության մասին։ Խոսում է Աբրահամի մասին եւ Աբրահամի օրինակի մասին։ Եբրայեցիս 11 ընթերցելու ենք 8-ից 10 համարները։ Եբրայեցիս 11 8-ից 10 համարները։ Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այնտեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու։ Նա ելավ գնաց առանց իմանալու, թե ուր է գնում։ Հավատով նա պանդուղ դարձավ ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ վրաններում բնակվելով Իսահակի եւ Հակոբի հետ, որոնք նույն խոստման ժառանգակիցներն էին, որովհետև սպասում էին հիմքերով հաստատված այն քաղաքին, որի ճարտարապետը ու արարիչը Աստված է։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս իրապես այս գեղեցիկ օրվա համար, որ դու այն արարեցիր, ստեղծեցիր եւ Տեր տվեցիր մեր հանգստության համար, որ թե ֆիզիկապես հանգստանանք եւ թե հոգեպես առնենք այն ճշմարտությունը, այն կամքդ ինչ որ բխում է խոսքիցդ Տեր։ Ոստի այցելություն արա մեզ, Տեր Աստված, մեր սիրտը բաց արա, որ խոսքդ, կամքդ մեզ համար հասկանալի, հասանելի լինի Տեր, եւ քո կամքին այո եւ ամեն ասենք Տեր, որտեվ դա է քեզ հաճելին։
ուստի այցելություն արա ողորմիր գտա եւ դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով ամեն։ Ուրեմն տեսեք, այս քարոզը կարող եմ վերնագրել կամ ասել ընդամենը մեկ նախադասությամբ։ Դա նա է, որ մեր կյանքում հավատքը արտահայտվում է քայլերով, որոնք որ տեսանելի են եւ մնայուն են։ Հավատքը մեր կյանքում պետք է արտահայտվի քայլերով, որոնք որ տեսանելի են եւ մնայուն են։ Այս երկուսը շատ հստակ է եւ կարեւոր է, որպեսզի մեզ համար այն մեր ականջին օղ լինի։ Ինչու, որտեղ դեպքեր կան, որ կարա որոշակի քայլեր լինի, բայց եթե մնայուն չեն, սա ուղղակի մարդկային որոշ առումով բխած քայլեր են։ Բայց այն հավատքը, որը որ գալիս է Աստծուց, այն արտահայտվելու է գործերով, որոնք որ հստակ երևալու են եւ որոնք որ մնայուն են լինելու, հաստատուն են լինելու, որտեղ այն գործը, ինչ որ Տերը ասեց մեր մեջ սկսեց, այն ինչ է անելու, միջև ավարտին հասցնելու է։ Հետևաբար այդ ընթացքը հստակ պետք է երևա մեր կյանքում։ Ինչի Աբրահամը ընդհանրապես, ինչի է նորից անդրադառնում Եբրայեցիս նամակի հեղինակը Աբրահամին։ Հրեաների համար Աբրահամը շատ կարևոր մեկն էր եւ ոչ միայն հրեաների համար, այլև մեզ համար, որովհետեւ առաջինն էր կամ որ հստակ կարող ենք տեսնել, որը որ հավատքի օրինակ դարձավ մեզ համար։ Սակայն այն ժամանակահատվածում փարիսեցիներն ու դպիրները սովորեցնում էին հետևյալ կերպով, որ Աստված կարծես երկար ժամանակ փնտրտուքների մեջ էր, փորձում էր գտնել ինչ որ մեկի ով որ հավատարիմ կգտնվեր, մեկ էլ հանկարծ Աբրահամին գտավ։ Աբրահամին գտավ եւ ոնց որ սիրտը թեթևացավ։ Վերջի վերջո գտա այն մեկին, ով որ գործերով ցույց տվեց, որ հավատարիմ է, գործերով ցույց տվեց, որ ինքը արժանի մեկն է։ Այս գաղափարախոսությունը նման ձևով շարունակվում էր եւ հետևանքը ինչն էր լինում, որ հրեաները փորձում էին գործերով ինչ անել, արդարանալ Աստծո առաջ, որովհետեւ ստացվում է, եթե գործերով արդարացավ Աբրահամը, նույնը նաեւ մենք պետք է անենք, ճիշտ է։ Ասեմ, որ այս գաղափարախոսությունը կամ այս քարոզը մինչեւ հիմա նաեւ քարոզվում է քրիստոնեական շրջանակներում։ Այս վերջերս մի քարոզ էի նայում ու եղբայրս ինձ ներկայացնում ասում է Գիտեք, ընտրյալները նրանք են, ովքեր որ Աստծո պարզած ձեռքը ընդունեցին կամ սեղմեցին։ Եվ կարծես թե ստացվում է, որ Աստծո ընտրությունը ոչ թե Աստծո ընտրությունն է, այլ ում ընտրությունն է, մարդու ընտրությունն է։ Կարծես Աստված ընտրել է բոլորին, բայց այնով որ առաջի քայլն արեց ձեռքը մեկնեց ընդունեց, նա դառնում է ավտոմատ ընտրված։ Հետևաբար, եթե մարդն է որոշում ինքը ընտրված է թե ընտրված չի, ստացվում է նաև փրկության հեղինակնով է դառնում նորից մարդը, այսինքն տեսնում ենք, որ կենտրոնացումը Աստծուց գնում է դեպի մարդուն եւ հրեաների համար նորից կենտրոնացումը Աստծուց ուղղվել էր դեպի ումը Աբրահամի վրա, որ նույնիսկ Հիսուսի մոտ բարձրանում էին ասում են մենք ում զավակ ենք, Աբրահամի զավակ ենք, մենք Աբրահամը ունենք, նա է մեր հայրը, այս ինչ ես ասում, բայց Հիսուս ինչ ասեց, եթե Աբրահամի զավակը լինեք, կկատարեք հոր կամքը, ինչ որ հայրը ձեզ ասել է, ու ես էլ եթե եկել եմ հորից, ուրեմն կհնազանդվեք նաև այն ամենի, ինչ որ ես եմ ասում։ Հետևաբար տեսեք, այս գաղափարախոսությունը մինչև հիմա կա։ Դրա համար է հեղինակ ուզում բերի առաջ Աբրահամին եւ ցույց տա, որ Աբրահամի գործերը ինչից էին բխում։ Հավատքից։ Հավատքից էին բխում։ Հավատք եթե չլիներ, Աբրահամը չլինի այն մեկը, որ կար, ով որ դարձավ։ Մի կարծեք, որ Աբրահամը կատարյալ մեկն էր։ Ծննդոց գրքում կարդում ենք, տեսնում ենք, որ երկու անգամ վախից իր մահվան հետ կապած, որ կարող է իրան վնասեն, կնոջը քրոջ տեղ տվեց, ասես դե հա կարակ որպես վերցնեք, քուրս է, կապ չունեմ։ Ճիշտ ասված այդ ամեն ինչը թույլ չտվեց, բայց ինչ ենք տեսնում նման բաները, որ Աբրահամը սովորական մի պարզ մարդ էր, ում որ Աստված այցելություն արեց եւ հավատքից բխեց նաեւ Աբրահամի գործերը։ Այսօր խոսելու ենք հավատքի արտահայտման կերպերից ընդամենը երկուսի մասին եւ եթե Տերը կկամենա մյուս կիրակիներ կշարունակենք այս թեման։ Առաջինը սա է, որ հավատքը արտահայտվում է, երբ որ մեր հները կամ հնից անցնում ենք դեպի նորը։ Հավատքը արտահայտվում է հին հնից դեպի նորը գնալով։ Եկեք 8 համարը եւս մեկ անգամ ընթերցենք։
Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու, նայելով գնաց առանց իմանալու, թե ուր է գնում։ Տեսեք, հիմա այս հատվածում տեսնում ենք, որ Եբրայեցիս նամակի հեղինակը անդրադառնում է այն հատվածին, որտեղ որ Աստված ինչ էր անում, կանչեց Աբրահամին։ Երբ որ Աբրահամին Աստված կանչեց, գրված է, որ Աբրահամը ինչ արեց, հնազանդվեց, երբ կանչվեց գնալու։ Այս հնազանդվել բառը, երբ որ նայում եք հունարեն բնագրի շրջանակում, տեսնում ենք, որ այն օգտագործված է այդ գնալը եւ հնազանդվելը օգտագործված է ներկա ժամանակով։ Դա ինչ էր նշանակում, որ երբ որ Տերը կանչեց իրան, Աբրահամը արդեն սրտի մեջ միանգամից ինչ արեց, հնազանդվեց, որ պատրաստակամությունը ցույց տվեց, որ ես պատրաստ եմ գնալու, պատրաստ եմ հնազանդվելու։ Այո, պատրաստությունը ժամանակ էր պահանջելու, որտեղ այդքան հեշտ չի ամբողջ ընտանիքդ վերցնես ու մի վայրից տեղափոխվես մյուսը։ Ուղղակի այստեղ շատ հստակ հեղինակը ուզում է ցույց տա, որ երբ որ Տերը խոսեց, դուրս գալու եւ գնալու միտեղ, որը որ ինքը չգիտեր։ Հետևաբար Աբրահամը պատրաստ էր թողնելու այն ամենը, ինչ որ ուներ, այն ամենը ինչի մեջ որ ծնվել էր, մեծացել էր, գնալու միտեղ, որը որ Աստված ասում է ինքը դեռևս ինչ չգիտեր։ Գիտեք, Աբրահամը, երբ որ մեծացել է այդ Ուր քաղաքում, մի պատկացեք, որ Ուր քաղաք էսի փոքր ինչ որ մի քաղաք էր, անհետաքրքիր էր, մեկ էլ ամբողջ օր մտածում էր ոնց դուրս գա, լավ առիթ էր, Աստված ասեց, դե ինչ լավ ասեց, դե գնանք։ Չէ, այդ ժամանակահատվածում, եթե տեսնեք, Ուրը բավականին զարգացած քաղաք է եղել, գտնվում էր Եփրատի ու Տիգրիսի շրջակայում, ու այդ ժամանակահատվածում զարգացած քաղաք էր։ Շարժ կար, բնակչություն կար եւ այդ ամենը թողնել ու հեռանալ չիմանալով ուր ես գնում, դա հեշտ որոշում չի։ Ուղղակի մի պատ ձեր առումով պատկերացրեք, ծնվել եք, մեծացել եք մի երկրում, մի պետությունում ու հանկարծ Աստված այցելություն անում, ասում պետքա գնաք այս ինչ երկիր է, կամ պետքա հետեւյալ քայլն անեք ու քաղաքի անուն չգիտեք, երկրի անուն չգիտեք, այն ժամանակ էլ ինտերնետ չկա, էլի, որ գոնե մոտակայքում տեսնենք լավ, այս տարածաշրջանում ինչ կա, ինչ է ինձ սպասվելու։ Երբ որ Աստված Աբրահամին ասեց դուրս արի, Աբրահամը պատրաստ եղավ հինը ամեն ինչ որ կա թողնելու ու տեղափոխվելու այնտեղ, որտեղ որ Տերը կկանչի։ Աբրահամը մեծացել էր կռապաշտ շրջանակում, այսինքն այն ժամանակ Աստծուն չէին պաշտում եւ ինքն էլ մեծացել է նման միջավայրում։ Ունեն բազմաստվածություն, լիքը աստվածներ եւ հանկարծ Տերը այցելություն է անում։ Մենք այսօր գոնե քրիստոնեական շրջանակում ենք մեծացել։ Մշակույթը որոշակի ավելի հարմար պայմաններ է մեզ համար ստեղծում հնազանդվելու։ Սակայն ինքներդ ձեզ հարցրեք, երբ որ Տերը խոսում է մեզ հետ, երբ որ Տերը մեզ կանչել է, ինչքանով ենք մենք ամեն բան ինչ որ կա թողել մի կողմ եւ նոր կերպով ապրում։ Եք սա մի բան է, որ ես ուզում եմ մտածենք սրա մասին, որտեվ եթե ես հավատացել եմ, եթե Տերը ինձ կանչել է, այն պետք է հստակ երևա, որովհետեւ եթե Աստծո խոսքն ասում է, որ հներն անցան եւ ահա ամեն բան նոր եղավ, այդ ամեն ինչը հստակ իմ կյանքում պետք է երևա։ Չեմ կարող ես ասեմ, որ ես հավատք ունեմ, ես Քրիստոսին եմ պատկանում, սակայն ապրում եմ այնպես, ինչպես որ միշտ էլ ապրել են։ Հարևաններից հարցրեք, ընկերներից հարցրեք, բոլորը կասեն, որ որևիցե փոփոխություն չկա։ Այսինքն ոնց ապրում էր մարդը, տենց էլ ապրում է, մի տարբերություն կա։ Առաջ Կիրակի օրը ասենք հերոստացույց էր նայում, հիմա սովորության համաձայն կգնա պաշտամունքի ծառայությանը, ժամ ու կես կնայի։ Քարոզ կնայի կամ փառաբանություն կնայի, հետո կգնա տուն, կամ շատ դեպքերում նույնիսկ էտել է քիչանում։ Ինչի, որովհետև այն ինչ որ հինը կար, չի թողել, չի գնացել առաջ, չկա այդ ճշմարիտ հավատքը։ Երկրորդ Կորինթացիս նամակի մեջ էր, որ արդեն ասացի, որ հստակ Պողոս Արաքյալն ասում է, որ եթե հավատացենք, որ պետք է հստակ հասկանանք, որ հներն անցան եւ ասում է, ահա ամեն բան նոր եղավ։ Այդ նոր լինելը պարտադիր չի տարածքի փոփոխության մասին չի խոսքը գնում։ Խոսքը գնում է մտածելակերպի մասին։ Խոսքը գնում է այն արժեքային համակարգի մասին, որով որ մենք ապրում ենք, որովհետեւ եթե ես առաջ ապրում եմ իմ եսի համար, իմ եսը բավարարելու համար, երբ որ հավատացի, այս ամեն ինչը պետք է փոխվի
Տիրոջը կամքը կատարելու, Տիրոջը փառքը փնտրելու։ Եվ հետևաբար, եթե մտածելակերպի, եթե արժե համակարգի փոփոխությունը տեղի ունենում, այն իմ կյանքում կարտահայտվի, թե չէ։ Հստակ կարտահայտվի, այն տեսանելի կլինի, թե ոչ։ Տեսանելի կլինի, շոշափելի, այն հստակ կերևա չի կարա լինի հավատք առանց գործերի։ Սրա մասին մի քանի անգամ խոսել ենք եւ Հակոբոսը շատ անգամներ սրա մասին խոսում է, որ հավատքը առանց գործերի մեռած է։ Ուղղակի սա դատարկ պարապ խոսքեր են։ Հետևաբար, եթե հավատացել եմ, ուրեմն հները պետք է մի կողմ դրած լինեմ ու գնամ դեպի նորին, նոր կերպով մտածելու։ Դե համար երբ որ կարդում ենք ու Աստծո խոսքն ասում է, որ մարդու կատարած գործերը կեղտոտ լաթի պես են, գիտեք, մակերեսային նայելով կարա տպավորություն ստեղծվի, ասի, բայց ո՞նց։ Լիքը մարդիկ կան բարի են գործում, բարեգործություն են անում, տարբեր օգնություն են ցուցաբերում, էս են անում, են անում, բայց նորից գալիս է նպատակը ո՞րն է այդ գործողությունն անելու։ Ում եմ ես ուզում փառավորեմ նման գործերն անելով։ Ինքս ինձ, որ տեսեք ես ինչ լավ անձնավորություն եմ, որ ես հնարավորությունն ունեմ լավություն անելու, ինչ որ բան կառուցելու, էս անելու, այն անելու։ Թե նպատակը Աստծուն փառավորելն է, որտեվ եթե նպատակը Աստծուն փառավորելը չի, ինչ էլ որ ուզում եք անեք, ինչ որ մեկի եսի շրջանակում է պտտվելու այդ ամենը։ Դրա համար ասում, որ այն բոլոր բարի գործերը առանց Աստծո, Աստծուն ընդունելի չեն։ Որտեվ շարժառիթի հարց կա։ Նույն գործողությունը նույն մարդը կարող անի տարբեր շարժառիթներով։ Ասեմ նույնիսկ քարոզելը։ Թե այն ժամանակ, թե հիմա այլ մարդիկ կան, ովքեր որ քարոզում էին գումարի համար։ Փառքի համար, որ տեսեք, ես ինչ ճարտար լեզու ունեմ, տեսեք, ես ինչպիսի լավն եմ։ Ես ինչպես եմ վարվում, որն է իմ շարժառիթը նույնիսկ այստեղ գտնվելու։ Հին կերպով եմ ապրում, թե Տերը փոխել է, նորն եմ արդեն, նոր մտածելակերպ ունեմ։ Սա չի նշանակում, որ մենք կատարյալ ենք դառնում։ Սա չի նշանակում, որ մենք խնդիրներ դեռևս չունենք։ Դեռևս մեղավոր մարմնում ենք ապրում, դեռևս մեղավոր աշխարհում ենք ապրում։ Բայց գլոբալ առումով արդեն մտածելակերպի ուղղության փոփոխություն պետք է լինի։ Ինչպես է այս ամեն ինչը հնարավոր, արդյոք մեր ուժերով կարող ենք այս ամենն անել։ Իհարկե ոչ։ Մեր ուժերով որևիցե բան չեն կարող անել եւ դրա մասին շատ հստակ Աստծո խոսքն ասում է։ Եկեք բացենք Գաղատացիս առաջի գլուխը։ Գաղատացիս 1:4 համարը, որ ինքն իրեն մեր մեղքերի համար տվեց, Հիսուս Քրիստոսի մասին է խոսքը գնում, որպեսի Աստծո եւ մեր հոր կամքի համաձայն մեզ այս չար աշխարհից ինչ անի, ազատի, փրկի։ Ուշադրություն դարձրեք, Տեր Հիսուս Քրիստոս իր կյանքը տվեց մեր մեղքերի համար, Աստծո կամքի համեմատ, ինչի, որպեսի մեզ այս չար աշխարհից փրկի, այսինքն կարողություն այդ ուժը ում միջոցով ստացանք։ Տիրոջ միջոցով, Քրիստոսի միջոցով արդեն իսկ ստացանք։ Արդեն իսկ Տերը մեզ փրկեց այս չար աշխարհից, հետևաբար արդեն իսկ այդ հինը հները պետք է անցած լինի։ Հետևաբար, եթե որևիցե կերպով կյանքս չի փոխվել, ապրում եմ այնպես ոնց որ ապրում եմ, մտածում եմ այնպես ոնց որ մտածում եմ, ուրեմն դեռևս կարիք ունեմ, դեռևս ուրեմն Տերը կյանքս չի փոխել։ Դեռևս չեմ հավատացել, դեռևս Աստված այցելություն չի արել։ Եվ պետքա քննեմ, պետքա հարցնեմ, ասեմ Տեր, արդյոք քոնն եմ, թե ոչ, չնայած որ ամեն մեկը դել շատ հստակ կարաք հասկանաք։ Նայեք ձեր կյանքը կողքից, հարցեք մարդկանց, ով են մարդիկ ձեզ ճանաչում, ինչպիսին են ձեզ ճանաչում։ Այս ամեն ինչը այն ցուցանակն է լինելու հստակ ցույց տալու, դուք ում եք պատկանում։ Համար երբ որ Աստված Աբրահամի հետ խոսեց, Աբրահամը չասեց, դե մի հատ հաշվար կանեմ, գնամ հորս հետ խոսեմ, տեսնեմ կարանք հարմարվենք այն տարածքում, որտեղ մի հատ ներկայացրա ամբողջ ծրագիրը, իմանամ որ քաղաքում եմ լինելու, ինչ է ինչ սպասվում, ինչ անկնկալեմ, նոր դրանից հետո կորոշեմ, Տեր, հնազանդվում եմ թե չէ։ Տես չասեց Աբրահամը, սակայն մենք նման ձևով ենք վարվում։ Ասում եմ հավատամ, ծառայեմ, դե այդ ինչ կտա ինձ,
Ինչքանով ենք մենք պատրաստ, հասկանում եք շատ այնքան պատճառաբանություններ կարանք բերենք, որը որ Աստծուն ընդունելի չեն։ Տերը եթե մեզ կանչում է, ինքը նաև կարողությունը կտա այն ամենի, ինչի համար որ մենք կարիքն ունենք։ Դե համար երբ որ խոսում է որ հավատքը, դա կարող ենք ասել հավասար է վստահության, այս սրա հետ է կապված։ Եթե Տիրոջը վստահում ես, Տիրոջը ճանաչում ես որպես ամենակարող, ամենագետ, որը որ ստեղծել է ամեն բան, այդ դեպքում հարց չի առաջանում, հին բաներից վախենամ կտրվեմ, թե չէ։ Ուղղակի գնում ես նոր ձևով, նոր կերպով, որտեղ որ Տերը կանչում է, ու հնազանդվում ես։ Այլ կերպ անհնարին է։ Երկրորդը, երբ որ հավատում ենք, այն պետք է արտահայտվի նաև դիմանալով կամ համբերելով։ Ընթերցենք 9 և 10 համարները։ Հավատով նա պանդուղ դարձավ ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ վրաններում բնակվելով Իսահակի և Հակոբի հետ, որոնք նույն խոստման ժառանգակիցներն էին, որովհետև սպասում էին հիմքերով հաստատված այն քաղաքին, որի ճարտարապետը ու արարիչը Աստված էր։ Գիտեք, երբ որ Աբրահամը հասավ այն վայրը, որտեղ որ Տերն ուղարկեց, ամեն ինչ պատրաստ էր արդեն, հենց տեղ հասավ, Տերը խոստացված երկիրը տվեց Աբրահամին, չէ, ասեմ ավելին, Աբրահամը մինչև վերջ էլ վերջնական խոստումը չտեսավ, ոչ միայն Աբրահամը չտեսավ, այլ ոչ իր տղան տեսավ, ոչ էլ որոշ առումով թոռները, ինչի, որովհետև եկան մի վայր, պանդուղ դարձան, բնակվում էին վրանների մեջ, վրաններում ինչ-որ ճամբարի կամ բանի մասնակցել եք, ամրանը, մասնակցել եմ ու ինչքան էլ որ հա գեղեցիկ է, բայց շոքին երբ որ վրանը արևի տակ է, վրանի մեջ մնալը բավականին դժվար բան է ու ասեմ ավելին, այսինքն այնտեղ պայմանները, չգիտեմ, լողանալը, մյուսը շատ հարցեր կան, որ բավականին դժվար ապրել վրանային պայմաններում։ Հաշվի առնելով են, որ գետնին ես քնում, ինչ տեսակի սողուններ կամ բլոճներ ու այս ամեն ինչը իրականություն է ու հիմա ճիշտ է կան ավելի ժամանակակից վրաններ, կան այդ մեր հետ տանում ենք փչովի մատրասներ, բան, որ ավելի հարմարավետություն անենք, սակայն տան հետ չեք համեմատի, չէ՞։ Բայց ուշադրություն դարձեք, երբ որ Աբրահամը գնաց այն վայրը, որտեղ որ Տերը կանչել էր, գրված է, որ ապրում էր վրանների մեջ։ Ասեմ, որ Աբրահամը այնպես չէր, որ հարստություն չուներ կամ կարողություն չուներ։ Բայց երբեք Աբրահամը քաղաքներ կամ շենքեր չկառուցեց։ Ինչի որովհետև Տերը եթե կանչել էր, եթե Տերը հրաման տար, կաներ։ Ինքը ասում է, որպես պանդուխտ էր, օտարական էր, թողեց ամեն բան ինչ որ ուներ ու գնաց ապրեց վրաններում։ Համբերության կարիք կա այդ ժամանակ։ Կարար Աբրահամը կանգներ Աստծուն ասեր, լավ Տեր Աստված, ասեցիր դուրս գամ, դուրս եկա։ Հիմա եկե հասել եմ այնտեղ, որտեղ որ ինձ կանչել ես։ Թույլ տուր, շենք կառուցեմ հարմար, չգիտեմ, օթորակիչներ կտեղադրենք, որ հով լինի շոգ ժամանակ, մարդիկ կլինեն, որ կգան այս ամեն ինչը ծառայեն, հարմարավետություն ինչ որ մի բան ստեղծենք, անեմ ընենց ոնց որ ինձ հաճելի է։ Սակայն ինչ ասում Եբրայեցիս նամակի հեղինակը, ասում է ավետյաց երկրում էր ինչպես օտարության մեջ, վրաններում էր բնակվում և դրա համար ասում է Իսահակի ու Հակոբի հետ, վրաններում էր բնակվում, որպես պանդուխտ էր, երբեք այդ տարածքը ինքը չընդունեց, որ սա ինձ է պատկանում, որովհետև վերջնական տեսքը չտեսավ, ինչ արեց, հավատքի աչքերով տեսավ ու հավատաց, որ եթե Տերը խոստացավ, ուրեմն Տերն էլ կատարելու է։ Երբ որ Տերը մեզ կանչում է, ինչ որ մի ծառայության, ինչ որ մի բանի, մի փոքր նեղություն կա, մի փոքր խնդիր կա, ես ինչ եմ անում, սկսում եմ միանգամից բողոքել, փնթփնթալ, կյանքից մեջ դժվարությունների մեջով եմ անցնում, չեմ ուզում մի փոքր համբերեմ։ Ինչի Տերն ուզում է, որ այդ համբերության մեջ ես աճեմ, սիրելիներ։ Համբերությունն է, որ մեր կյանքում բերելու է, որպեսզի մենք ել ավելի հոգևոր դառնանք։ Ուղղակի մի պատկերացեք, եթե Տերը ձեր ամեն մի աղոթքին միանգամից պատասխան տար, որովհետեւ նեղություն ձեր կյանքում ընդհանրապես չկրեիք, որովհետեւ խնդիրների միջով չանցնեիք, դժվարություններ չունենայիք,
Մեր հավատքը ամուր կլիներ։ Չէ, երբևիցե մեր հավատքը չէր փորձվի, երբևիցե կարիք չէր լինի ինչ որ մի բաների միջով անցնելու, տեսնելու եւ ցույց տալու, որ այո Տեր, ես պատրաստ եմ հնազանդվելու քեզ, պատրաստ եմ նեղություն կրելու, պատրաստ եմ թողնելու այն կոմֆորտ, այն ամեն ինչ որ ունեմ ու ինչ անելու, գնալու այնտեղ, որտեղ որ դու ինձ կանչում ես։ Մի հովիվ հետևյալ արտահայտությունն է արել, ասում է, կարևոր չէ թե որտեղ ես դու հիմա գտնվում կամ բնակվում, այլ կարևորը թե որտեղ ես գնալու կամ ինչով ես ապրում։ Կարևոր չէ այս պահի դրությամբ ինչ կարգավիճակում եմ ես գտնվում, ինչի միջով եմ ես անցնում, կարևորը նա է ինչ է սպասվում ինձ, որտեղ եմ ես գնում, ինչով եմ ապրում։ Հավատքը սրա մասին է, որ այն ինչ որ ինձ սպասվում է, այն ինչին որ Տերը խոստացել է, ես դրան հավատացել եմ եւ այսօրվա կյանքիս ընթացքում այդ ամեն ինչը արտահայտվում է։ Որովհետեւ եթե նայենք այս պահի դրությամբ ու այս պահի դրության ապրելով մենք որոշում կայացնենք կամ գործենք այնպես ինչպես որ հիմա ենք զգում, հիմա ենք ապրում, ասեմ շատ դեպքերում չենք վարվելու այնպես ինչպես որ Տերն է կանչում։ Որտեղ նեղություն պետք է կրենք, դժվարություն պետք է կրենք։ Պողոս առաքյալի կյանքը նայեք, Երկրորդ Կորինթացիս նամակների մեջ մանրակրկիտ ներկայացնում է իր հաճելի, հանգիստ կյանքը, այդ մի քիչ շակերտների մեջ եմ ասում հաճելու, նավաբեկություն տեսել է, քար կոծվել է, մտրակվել է, խաբեություն է տեսել կամ դավաճանություն է տեսել, թե դրսում, թե նույնիսկ եկեղեցու ներսում։ Այս ամեն ինչի միջով անցնում է ու դրանից հետո մի պարզ բան ասում է, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Տիրոջով, չնայած շատ մարդիկ այդ կոնտեքստից դուրս են հանում, ասում են, ինչ ուզում ա լինի, ես Տիրոջով կարող եմ հաղթահարել, չգիտեմ, քննություններին չեմ պատրաստվել, այս համարն ասում եմ ու կգնամ ու քննությունս կհանձնեմ, դրա մասին չի խոսքը գնում։ Պողոս առաքյալն ասում է, որ եթե Տերը ինձ հետ է ամեն մի նեղություն, ամեն բան կանցնեմ, ամեն ինչով կանցնեմ, թե բարձրություն, թե ցածրություն, թե խորություն, ամեն բան կարող եմ, որովհետև Տիրոջ սերը հավիտենական է։ Եթե Տերը սիրեց, Տերը կանչեց, Տերը փրկեց, ինչ էլ որ լինի էական չի։ Վերջնականը գիտեմ, որ Տիրոջ խոստումը մնայուն է եւ հաստատուն է լինելու։ Հակոբոս առաքյալը 5-րդ գլխում 7-ից 8 համարներում հետևյալն է ասում. Հակոբոս 5 7 եւ 8 համարները. Արդ եղբայրներ, մինչ Տիրոջը գալուստը համբերող եղեք։ Չենք սիրում համբերել։ Ահա մշակը համբերությամբ սպասում է հողի պատվական պտղին, մինչև առաջին ու վերջին անձրևը ստանա։ Ուշադրություն դարձեք, այն ժամանակ բավականին խնդիր կար այդ տարածաշրջանում ջրելու հետ կապված եւ մշակի կամ հողագործի համար շատ կարեւոր էր եւ առաջին անձրևը եւ երկրորդ անձրևը, որովհետեւ եթե այս երկու անձրևների շրջանակում մեկը չգար, արդյունք չէր ստանալու։ Հետևաբար իր արդյունքը այն աշխատանքը, որ տարել էր, լիարժեք կախված էր Աստծուց։ Աստված անձրև կուղարկի, թե ոչ։ Դրա համար ստեղ ասում է ինչ անում, համբերությամբ սպասում էր թե առաջի անձրևին, թե վերջի անձրևին։ Դուք էլ համբերատար եղեք, ձեր սրտերը ամրացրեք, որովհետև Տիրոջ գալուստը ինչ է, մոտեցել է։ Հակոբոսը երբ որ գրել է ու հիմա մեր ժամանակում որ անցել է, բավականին տարիներ է անցել։ Բայց այո, մենք էլ ենք ասում, որ Տիրոջ գալուստը մոտ է, ինչի որտեվ անընդհատ պատրաստ ենք Տիրոջը դիմավորելու։ Ես չգիտեմ երբ է գալու Տերը, բայց գիտեմ, որ ցանկացած պահին մեկ ակնթարթում այդ ամեն ինչը կարա իրականություն դառնա, եւ դրա համար Տերը ինձ կանչում է համբերատարության։ Եթե ես իմանամ Տերը երբ պետք է գա, օրինակի համար 1 ամսից պետք է գա, միգուցե ամեն բան թողնեմ եւ այդ 1 ամիսը լիարժեք տրվեմ ծառայության, փոխեմ իմ ապրելակերպը, իմ ամեն ինչը, բայց ասեմ, որ նման ձևով պետք է ապրենք։ Դրա համար Հիսուսն ասում է, հոգ մի տարեք ձեր ամենօրվա օրվա համար, ամենօրվա օրը իր հոգսերը կբերի, հույսները դրեք Աստծո վրա, եւ ամենօրվա օրս պետք է ապրեմ այնպես, կարծես այն պետք է լինի վերջի օրը։
Կարևոր չէ այսօր կարգավիճակը, ինչ կարգավիճակում եմ ապրում, որտեղ եմ գտնվում, ինչ պայմաններում եմ ապրում։ Կարևորը այն է, թե ես ուր եմ սպասում, ինչ ակնկալիքներ ունեմ։ Համբերում եմ այսօր, թե չէ, թե մի փոքր բանից նեղվում եմ, հավատքս կորցնում եմ ու կարծես չգիտեմ, տարուբերված մեկ ով որ հույս չունի, նման ձևով եմ ապրում։ Վերջացնում եմ սիրելիներ 2 Տիմոթեոս 2-րդ գլուխ 3-ից 4 համարներում 2 Տիմոթեոս 2-րդ գլուխ 3-րդ եւ 4-րդ համարները Չարչարանակից եղիր, ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։ Ոչ մի զինվորական զորապետին հաջողանալու համար կենցաղային գործերով չի զբաղվի։ Ու դրանից հետո նաև օրինակն է բերում մարզիկի։ Ուշադրություն դարձեցիք ինչ ասում։ Չարչարանակից եղիր, ինչպես Հիսուս Քրիստոսի բարի զինվոր, ինչպես ոչ մի զինվորական զորապետին հաջողանալու համար կենցաղային գործերով չի զբաղվել։ Ինչ ասում։ Եթե առաքելություն ունես, այդ առաքելության շրջանակում գործիր։ Եթե այդ առաքելության շրջանակում չես գործում, ապրում ես քո կենցաղային սովորական կյանքով, ինչպես հաճելի կլինես այն մեկին, որ քեզ տվել է այդ առաքելությունը։ Մեկ ով որ գնում է պատերազմի, ուղղակի պատկերացեք, ասում է, դե գնացեք պատերազմեք, ստեղ չգիտեմ, հա, մի քանի հարցեր կա, ես արագ լուծեմ, նոր հետո կգամ կպատրազմեմ։ Ու իրա գնդապետն էլ ասի, դե հա, բան չկա, խնդիր չկա, մենք գնանք կպատրազմենք, դուք գնացեք ձեր գործերով զբաղվեք։ Սա է ասում Տերը մեզ։ Չի անհնարին է, որ դու հաճելի լինես քո տիրոջը, այնով որ քեզ կանչել է։ Եթե դու շարունակում ես ապրել այն կյանքով, որը որ մինչև էդ էլ ապրում ես, առաքելությանը շրջանակում որևիցե բան չես անում։ Դե համար թե Պետրոսն է առաջին նամակում, առաջի գլխում ասում, որ պանդուխտներ ենք, թե նույն Փիլիպեցիս 3-րդ գլուխ 20 համարում Պողոս Արաքյանն ասում է, մեր քաղաքացիությունը այստեղից չի, այլ պանդուխտ ենք։ Ինչի՞ էս գաղափարը շատ հստակ պետք է հասկանանք։ Երկիրը, այս ամեն ինչը մերը չի։ Այս ամեն բանը անցնելու է։ Ոչ գեղեցկությունն է ձերը, ոչ առողջությունն է ձերը, ոչ հարստությունն է ձերը, ոչ մի բան ձերը չի։ Ես ուղղակի նայում եմ իմ փոքր ժամանակահատվածում, տեսնում եմ, որ արդեն աղջիկս քայլում է, որոշակի արտահայտություններ անում, տղաս արդեն 5 տարեկան դարձավ։ Հասկանում եք, այս ժամանակը այնքան շուտ է անցնում, որ հասկանում ես իրապես, որ ոչ մի բան քեզ չի պատկանում։ Այն ժամանակվա քո առույգ լինելը, վազվզելը, այն որ օրգանիզմդ կարողանում շատ բաներ տանել, հիմա տեսնես, որ չէ, արդեն բաներ կա, որ ինչ պետք է անես, ուրիշ ձև պետք է անես։ Այն որ ժամանակին այդքան կարայր ուտեիր ու խնդիր չկար, հիմա հասկանում ես, որ 1-2 արդեն պետք է կարողանաս կառավարես քեզ։ Հասկանում եք, այս ամեն ինչը նշաններն են նրան, որ այս ամեն ինչը ժամանակավոր անցողիկ է։ Սակայն մենք կարծես նենց ենք ապրում, արմատները նենց ենք խորը գցում ես երկրի վրա ու այնպես ենք ապրում, որ կարծես որից է պանդուխտել չենք։ Սա է ինչ որ Տերը մեզ խոստացել է, բայց սա չի սիրելներ։ Մենք պանդուխտ ենք այս երկրի վրա ու գեղեցիկ մի երգ կա, չէ՞, ասում պանդուխտել ենք թափառական։ Եվ այո, սա է։ Օտար ենք այս երկրից համար։ Օտար ենք եւ ժամանակը գալու է, որպեսզի Տերը իր խոստումը կկատարի եւ Տիրոջ առաջ կլինենք։ Դա համար Եբրայեցիս նամակի հեղինակն ինչ է ասում Աբրահամի համար 10-րդ համարը, որովհետեւ ինչի էր այս ամեն ինչին դիմանում, ինչի հնազանդվեց։ Ասում է, որովհետեւ սպասում էր հիմքերով հաստատված այն քաղաքին, որի ճարտարապետը ու արարիչը ով էր։ Աստված, ոչ թե ինքը, ոչ թե իր սպասումները, ոչ թե իր ընկերները, ոչ թե իր ցանկությունը, այլ այն ակնկալիքով էր ապրում, այն սպասումով էր ապրում, որ երբ է գալու պահը, երբ որ Տերը այն քաղաքը, որի ճարտարապետը, որի կառուցողը ինքն է այս ամեն ինչը տալու։
Սա էր նրա հույսը, սա էր այդ հավատքի այն աչքերը, որ ինքը տեսնում էր ապագան, ու ապագան տեսնելով ապրում էր ներկայով, ապագային հասնելու համար։ Դամար եթե հավատում եմ, գործնականում այդ հավատքը հստակ պետք է երևա։ Այն հին կյանքս պետք է մի կողմ թողնված լինի եւ դեպի նորը պետք է գնամ, այն նորը, ինչի մեջ որ Տերը կանչում է։ Սա են կանչվածությունը, այլ կերպ չի կարող լինի, որտեղ եթե աշխարհին ընկեր դարձանք, Աստծուն թշնամի ենք անելու մեզ համար։ Եվ երկրորդը պետքա դիմանանք, պետքա համբերող լինենք, որտեղ այդ համբերությունը, փորձառությունը բերելու մեզ որպես քրիստոնյա այլ ավելի լավն է դարձնելու։ Եվ երեկվա Արտուրը այսօրվա Արտուրից պետքա տարբերվի։ Ինչով որ փորձությունների միջով Տերը անցնում է, մշակում է, դարձնում է մեզ ավելի հաճելին, ավելին այնպեսին, ինչպեսին որ ինքը ուզում է տեսնի։ Ձգտեք սրան, քայլեք նման ձևով, թող որ ձեր կյանքը հստակ ցույց տա, որ դուք Տիրոջինն եք, որ ձեր կյանքը պատկանում է Աստծուն, որ ձեր հավատքը գործնականում երևում է։ Իսկ եթե այս ամեն ինչը չկա մեր կյանքում, պետք է աղոթենք։ Պետք է աղոթենք, որպեսզի Տերը ների մեզ։ Պետք է աղոթենք, որպեսզի Տերը մեր մեղքերը ների ու Տիրոջը դառնանք ճշմարտապես։ Ոչ թե massամբ, ոչ թե ուղղակի ձևական, այլ Տիրոջը գանք հավատքով, խոստովանությամբ եւ խնդրենք ասենք Տեր, կյանքս փոխիր։ Դու տուր այդ հավատքը, որով որ ուզում ես որ ապրեմ։ Դու տուր այն կարողությունը դիմանալու եւ աչքեր ունենալու, տեսնելու այն, ինչ որ դեռևս իրականություն չի։ Երբ որ Տերը կկանչի, ոչ թե երկմտենք, այլ այդ ժամանակ առանց կասկածելու, առանց որևէ վարանելու, ասենք այո Տեր, հնազանդվում ենք, ուզում ենք անենք այնպես, ինչպես որ դու ես կամենում։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս, որտեվ դու հավատարիմ ես։ Որտեվ քո խոսքերը մնայուն են ու հաստատուն են, Տեր, ու արդիական են։ Եվ այն խոստումները, որ տվեցիր, իրական են, որովհետև խոստացողը հավատարիմ է, որովհետև դու հավատարիմ ես։ Ու մենք էլ որպես քո զավակներ, Տեր, ուզում ենք այո ունենանք այն սիրտը քո առաջ, որ եթե կանչես, առանց վարանելու, առանց կասկածի ասենք այո Տեր։ Գնանք ու անենք այն, ինչ որ դու ես կամենում, Տեր։ Ոչ թե միայն ասենք, որպես այն զավակներից մեկը այո Տեր, կանենք, սա կանենք, նա կանենք, բայց գործնականում որևիցե քայլ չանենք, Տեր։ Ների՛ր մեզ, որ շատ անգամներ վարվում ենք այդպես, Տեր։ Ների՛ր, որ շատ անգամներ ավելի շատ խոսում ենք, քան թե ապրում ենք, Տեր։ Օգնի, որ քեզ հաճելի զավակներ լինենք, այն զավակները, որ դու ուզում ես տեսնել, որոնք որ գործնականում կապրեն քո անվան ու փառքը բերելով, Տեր։ Նաև օգնի, որ սովորենք համբերատար լինել, Տեր։ Հոգևոր մանուկ չլինենք դժվարությունների ժամանակ, նեղությունների ժամանակ, այլ համբերատարությամբ կրենք այն ամեն ինչ, որ տալիս ես, որովհետև այն խոստումը, որ տվել ես, վեր է ամեն բանից, Տեր։ Ուստի որպես եկեղեցի գալիս ենք քո առաջ, խնդրում ենք, որ ներես մեր մեղքերը, սրբես մեզ ամեն անիրավությունից, Տեր, ու ճշմարտապես մեր հավատքը ուղենք դեպի քեզ, վստահ լինելով, Տեր, որ այն որ խոստացար, այդ ամենի իրականություն կդառնա, որովհետև դու հավատարիմ Աստված ես։ Աղոթում եմ, որ այցելես բոլոր նրանց, ովքեր որ այստեղ են, Տեր, եւ նրանց, ովքեր որ բացակա են, Հայր։ Եթե մեր մեջ մարդիկ կան, ովքեր որ դեռ քեզ չեն ճանաչում, Տեր, դու խոսիր նրանց սրտի հետ։ Դու նրանց սիրտը բաց արա, որ գան խոստովանությամբ դարձով դեպի քեզ, Տեր, եւ իրենց կյանքը փոխիր։ Այնպես ինչպես որ Աբրահամի կյանքը փոխեցիր, եւ ինչպես որ մեզ կյանք տվեցիր։ Եվ այս ամենը աղոթում ենք ոչ մի արժանիք չունենալով, Տեր։ Միայն քո որդու թափած արյամբ, քո որդու միջոցով, քո որդու միջնորդությամբ կարող ենք գալ քո առաջ։ Եվ այս ամենը աղոթենք։ Ամեն։